Ես գնում եմ այս հաղորդումից։ Դուք պիտի ժյուրիի կազմից գնաք։ Ներողություն եմ խնդրում, բայց ես այս ամեն ինչից հետո շատ նվաստացված ժյուրիի անդամ ինձ գնացի։ Երբ Գորներ Գլումով մեր տաղավարում ասաց, որ իրեն բարբերաբար առաջարկում են տարբեր չափի կաշառքներ, այ ձեզ այդպիսի առաջարկներ եղել են։ Իմ հիշելով դա $1 միլիոն։ Իսկ դուք ասում եք ժյուրիի գործը անշնորհակալ գործ։ Մեր երկրում այո։ Որոշ միջավայրերում գտնվելու համար դու չափազանց թանկ ես։ Եթե մարդը որոշում է գնալ, դու պետք է հարգես։ Չկա մենք, կա ես։ Տեսնում ես շատ նաև կողակից ունեցող ու ամուսնացած մարդկանց, բայց ի վերջո այդ մարդիկ իրականում ինչ որ մի կետում մենակ են։ Կան բացասական մեկնաբանություններ։ Տղամարդիկ միշտ լավ բաներ են գրում։ Կանայք են միջին տարիքի, որ փորձում են քեզ կյանք սովորեցնել, ինչ ուտես, ինչ խմես, նիհարես, գիրանաս, չգիտեմ, ամուսնանաս, երկու կատուն ինչ է որ պահում ես, երեխաներն են անձնային սահման չէ, չենք լսել։ Մարդ, որին հոտնկայս ծափահարել են տարբեր երկրներում։ Եվ մարդ, որին ես անկեղծ պատրաստ եմ անverջ հոտնկայս ծափահարել։ Սյուզաննա Մելքոնյան, ես շատ շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Իսկապես շատ սպասված հյուր եք մեր տաղավարում։ Ես ուղղակի ձեր արվեստի, ձեր երաժշտության, ձեր ձայնի երկրպագուն եմ, շնորհակալ եմ։ Ոայ, այդա ջան, ամաչեցի։ 963 ռոբոտիկն է Սյուզաննա ջան, մեզ հարցեր է տալու, որոնք ենթադրում են թվային պատասխաններ, մենք պիտի գուշակենք, բայց ամբողջ ընթացքում պիտի զրուցենք ձեզնից, ձեր կուլիսային կյանքի հետաքրքիր դրվագներից, այնպես որ լարեք հիշողությունը եւ հիշեք հետաքրքիր պատմություններ։ Լսենք առաջին հարցը։ Քանի տարեկան է հայերեն առաջին երգը։ Վեպն էլ չէ, երգը։ Ինչ են երգել ամենասկզբից։ Կարծում եմ շարականներ։ Եթե մենք գնում ենք շատ խորքեր քրիստոնեության ընդունումից սկսած, այո, միանշանակ շարականները, որոնք որ արդեն երկարաններով ժառանգել ենք, մեզ հասել են ավելի մշակված տարբերակները դարերի ընթացքում սերնդեսերունդ, բայց եթե խորքային նայենք, իհարկե ենթադրում եմ 401 թվականից հետո։ Եկեք գրենք մոտավոր թիվը։ Պատտում ենք հիմա։ Սկզբում թվականը գրեցի, Ահա, 1600 տարեկան Սյուզաննայի կարծիքով, ես մի քիչ եմ ավելի գրել 1700 իմ կարծիքով։ Հայերեն առաջին երգերը շարականներն են եւ ունեն ավելի քան 1500 տարվա պատմություն։ Դուք ավելի մոտ էիք, միավորը գրանցվում է ձեր անվան դիմաց, շնորհավորում եմ, խաղի հաշիվը բացված է։ Սյուզաննա, ես գիտեմ, որ ձեր այդ սքանչելի ձայնը դուք ժառանգել եք ձեր տատիկից։ Եվ իհարկե այս թեման ես բաց թողնել չէի կարող, ուզում եմ հիշեք այն ամենավառ տպավորությունները տատիկի հետ կապված, եւ որ երգերն են, որոնք ձեր մանկության տարիներին եք դուք լսել, բայց մինչեւ որս տպավորություն է, որ ականջի մեջ են դրանք դեռ։ Իմ տատիկը շատ էր երգում ու մինչև հիմա էլ փորձում է, դե այն ժամանակ, որ ես շատ փոքր էի, տատիկն էլ ավելի երիտասարդ էր ու այդ տարիներին ավելի այսպես թարմ են ցանկություն են, կիսատ մնացած երազանքը, որ ինքը չդարձավ որպես այդպիսին երգչուհի, բայց ավարտեց կյանքի եւ ընտանիքի ինստիտուտը, որը եւս շատ կարեւոր է։ Ամենա երգը, որը հնչել է մեր տանը, Շերամ դունի մուսանես։ Ես իհարկե փոքր էի, չէի հասկանում ես հայկական սեղանի շուրջ հավաքված ինչու են ստիպում լավ իմաստով հա տատիկիս որ միշտ երգի այսինչ երգ է դե փոքր երեխայի համար ինչ որտեղ անհասկանալի է չէ՞ սա ամեն ինչը բայց տարի հասկացա որ դա շատ կարևոր է յուրաքանչյուր հայ ընտանիքում երբ ինքը ունի պատկերացում գոնե մի քիչ անկախ մասնագիտությունից ինչ է հայ երաժշտությունը ու այո ես այն երջանիկներից եմ որը որ լսել եմ անկուց ժողովրդական իսկական երգ երաժշտություն։ Փաստորեն ձեր երաժշտական կրթությունը, այսպես ասված, գուսանական ժողովրդական երգերից է սկսվել։ Որտեղ այո, որովհետև դեռ པարզ չէր ես ով պետք է դառնայի կամ անգամ դպրոց չէի հաճախում, բայց մեր տանը այսպես մշտական տեղ ուներ հայ երաժշտությունը, մասնավորապես ժողովրդական երաժշտությունը, որովհետև տատիկս ժողովրդական ոճում է հանդես եկել իր ժամանակ եւ երգել։ Կա մի հիշողություն, որ մանկության ամենավառ տպավորությունն է ձեզ համար։ Երևի Վարդավառի տոնը, երբ յուրաքանչյուր Վարդավառի օրը մենք ընտանիքով գնում էինք գյուղ, ես հարմատներով Գեղարքունիքի մարզից եմ,
եւ Այնտեղ շատ լավ է այնտեղ ինչպես ժողովուրդն է ասում ադատ կա հատուկ շուքով նշելու վարդավառը ու ինչ էր պետք փոքր աղջիկի երեխային իմ ժամանակով խինդ ու ծիծաղ այդ ջրոցի ինչպես ասում են կենցաղում համեղ ուտել որը որ մայրս տատիկս ու գյուղի բոլոր մեր բարեկամների կանայք պատրաստում էին կար կոլորիտ այ հիմա խոսեցի ու հիշեցի որ այնտեղ մենք քար ունենք մեր բակում տան դիմաց ֆիլմի պես հիշեցի կադրի պես այդ քարը անփոփոխ է այդտեղ ինչքան երեխաներ են խաղացել այո նստել այո եւ բավական է մի կադր տեսնես ու ամբողջ մանկությունդ մի քանի րոպեների ընթացքում անցնում է աչքի դուրս Հրաշալի խաղի հաշիվը 1-0 է դուք դեռ ինձ հաղթում եք մենք լսում ենք հաջորդ հարցը ահա Գինեսի ռեկորդների գրքում նրա անունը գրանցվել է որպես հեռուստատեսային շոուի ժյուրիի ամենաբարձր վարձատրված անդամ, որքան են ստացել 1 տարվա համար։ Դուք գիտեք թիվը։ Թիվը չէ, բայց գուշակեցի։ Թե ով է։ Խոսք։ Մեզանում Գլումովն է, որպես այդպեսին եղել, ամենան, իմ շատ սիրելի, բայց եթե միջազգայինից ենք խոսում, առաջինը իմ այսպես մտքին եկավ Սայմոնը։ Ես էլ եմ այդպես կարծում եւ կարծում եմ որ հատկապես դատելով թե ինչքան երկար տարիներ է նա որպես ժյուրիի անդամ մասնակցում տարբեր հեռուստաշոուների հենց բացի ժյուրին ինքը պրոդյուսեր է եւ մի շարք միջազգային հեռուստանախագծերի ոչ թե համահիմնադիր, այլ հիմնադիր։ Հիմա պետք է գրենք թե որքան է նա վարձատրվել 1 տարվա համար։ Գուցե սխալվում եմ, բայց իմ հիշելով դա $1 միլիոն։ Իսկ դուք ասում եք ժյուրիի գործը անշնորհակալ գործ։ Մեր երկրում այո։ Այո։ Սյուզաննայի կարծիքով $1 միլիոն 1 տարվա ընթացքում, իսկ իմ կարծիքով 2 միլիոն։ Իմ քիչ ավելի Դե հասկանում ենք, որ Սայմոնն է։ Լսենք ճիշտ պատասխանը։ Սայմոն Քաուելը 1 տարվա ընթացքում վաստակել է մոտ 90 միլիոն ԱՄՆ դոլար։ Ես գնում եմ այս հաղորդումից։ Դուք պիտի ժյուրիի կազմից գնաք, ոչ թե մեր հաղորդումից։ Ես ինձ ներողություն եմ խնդրում, բայց ես այս ամեն ինչից հետո շատ նվաստացված ժյուրիի անդամ ինձ զգացի։ Ցանկանում եմ ձեզ, որ այդպիսի առաջիկայում առաջարկներ ունենաք։ Ես դեմ չեմ ինձ 1 միլիոն էլ տակ, ես 1 տարի կաշխատեմ։ Բրավո, լեզուս պապանձվեց, բան չունեմ ասելու։ Բա տեսնում եք։ Ես չեմ գնալ ժյուրի։ Մեր երկրում։ Ինչով են տարբերվում արտերկրում ժյուրիի անդամները մեզ մոտ ժյուրիի անդամներից։ Առաջինը մենտալ համակարգով, ազգային պատկանելիությամբ միանշանակ, որովհետև դա իրենը անում է։ Մենտալ համակարգը իհարկե ինչպես է ազդում։ Շատ ծայրեղ տարբեր։ Մենք կովկասյան մարդիկս շատ էմոցիոնալ ենք։ Ջերմենք, չէ՞ երևի։ Շատ ջերմենք, բայց այնտեղ էլ գիտեք ինչ կա, թվացial ինչ որ մելանխոլիկ կամ ֆլեգմատիկ թվացial սառը պահվածք։ Ես երբ զրուցում էի մեր շատ փորձագետների հետ, երբ 100-նյակում 2 տարի ժյուրիի կազմում էի, ինձ ուղղակի հետաքրքիր էր եւ մի քանի տարի առաջ ավելի դյուրագրգիռ էի, ոնց մասնակից է պետք է սատարել եւ այլն, ինձ բացատրում էին, որ եթե ամեն մասնակցի հետ մենք սպառենք մեր էմոցիաները, հետո մենք շատ թանկ կվճարենք մեր առողջության համար։ Հետագայում, երբ արդեն մեր երկրում 2 տարի շարունակ գիտեք, ես ժյուրիի կազմում եմ, քիչ-քիչ մասամբ համաձայն եմ այդ կարծիքի հետ։ Պետք է գտնել բալանսը։ Ոչ շատ սառը պահվածքն է լավ, ոչ չափազանց էմոցիոնալ։ Այդ երկուսը խառնում ես իրար եւ չի դժում քո առողջությունը։ Ու պրոյեկտի շրջանակում նաեւ եթե խոսում ենք հեռուստանախագծից եւ հեռուստադիտողը եւ տվյալ մասնակիցն էլ գոնե բալանսավորված քեզ ճիշտ են ընկալում։ Երբ արդեն դուք եք ժյուրիի անդամ, հիմա արդեն ինչ որ չափով հասկանում եք այն մարդկանց, որոնք երբ դուք շատ երիտասարդ էիք գնահատում ու կարծիք էին ասում ձեր մասին։ Եղել են դրվագներ, հենց սուպերստարի ժամանակ, երբ ես որոշ առումներով հասկացել եմ ավակ սերնդին, որոնք ժամանակին
դատում էին, որոշում էին, չգիտեմ, այդ դատելը մի քիչ չեմ սիրում այդ բառը, որոշում էին, հա, այդ պահին կարևոր դեր էին կատարում պրոյեկտի շրջանակներում մեր հետագա ստեղծագործական կյանքի համար, բայց եթե ես համեմատում եմ մեր երկու սերունդները, չգիտեմ հիմա ինձ չնալեք հեռուստա էկրաններից են կողմ, բայց իմ սերունդը շնորհակալ լինել գիտեր եւ սուբորդինացիա ասվածը գիտեր։ Հիմա չկա այդ։ Չեմ ուզում բոլորի անունից խոսել, որովհետեւ չունեմ այդ բարոյական իրավունքը եւ անարդար կլինի այն մասնակիցների նկատմամբ, ովքեր տիրապետում են այդ ամենին, բայց մի կոնկրետ մեծ զանգված կա, որին դու անընդհատ թվացial պարտքես անցած, պարտավոր ես, մարդիկ չեն հասկանում, որ իրենց iPhone-ներից դուրս կա կյանք, որը իրական արվեստագետի կյանքն է, մեծ բեմ, մի քանի տեսախցիկներ, ժյուրի, հեռուստադիտող, հարյուրավոր հանդիսատես, այսինքն եթե դուք սովորեք այսօրվա սերնդի շատ մարդիկ, չեմ ասում բոլորը, միայն iPhone-ի կամ Android-ի ներսում այդ ազատությանը եւ բախվում եք մեկ այլ իրականության ու չեք կարողանում ճիշտ դրսևորվել, այդտեղ արդեն որևէ պրոդյուսեր եւ ժյուրի մեղավոր չէ իրականում։ Երբ Գորներ գլումով մեզ մոտ հյուրի եւ մեր տաղավարում ասաց, որ իրեն բարբերաբար առաջարկում են տարբեր չափի կաշառքներ, գումարներ, ինչ-որ հետաքրքիր առաջարկներ են անում, որպեսզի ինչ-որ մարդկանց առաջ տանի կամ դրական կարծիք ասի։ Այ ձեզ այդպիսի առաջարկներ եղել են կամ ոչ գումարի տեսքով։ Կաշառք որպես այդպիսին բառի ուղիղ իմաստով ոչ, չեմ կարող ստել ինչ որ ինձ հետ դեռ չի պատահել, չգիտեմ հետո ինչ կլինի։ Չհասկացա այդ ինչի կանտեսում։ Բայց բոլորովին այլ բան է, երբ որ ինչ որ երրորդ մարդու անունից զանգեր եմ ստանում, դե մեր երեխան է, ուղղակի զգուշացնում ենք, լավ կնայես։ Զգուշացնում ենք, հա։ Գիտեք, տաղանդը կամ լինում է կամ չի լինում։ Գոյություն ունի ֆորմատ, գոյություն ունի կանոնադրություն, մասամբ հասկանում եմ այդ մարդկանց, այնպես չի, որ հիմա փորձում եմ վատամարդ դուրս չգալ, անկեղծ ես հետո մտածել եմ իմ ներսում, լավ, եթե իրենց փոխարեն ես լինեի, ինչ կանեի, ես հասկացա, որ ես իմ ամբողջ կյանքում ուղղակի հպարտ մարդ եմ եղել եւ չէի զանգահարի ոչ մի երեխայի համար, որովհետեւ լավ է դու կարողանաս տվյալ սուբյեկտի հետ մասնագիտորեն հասնել մի կետի, որ այդ զանգի կարիքը այլևս չլինի։ Գուցե շատ սուբյեկտիվ մոտեցում է ինձ համար, ես օրինակ այդպես կանեի, բայց իմ դեպքում կաշառք չէ, բայց զանգեր եղել են։ Զանգեր են եղել, հետաքրքիր է։ Անգամ եղբորս հետ ինչ որ դեպք է եղել, որ փորձել են, ոնց ասեմ, որ ճիշտ լինի, ինչ որ հայկական տղայական աշխարհում խնդրանքի կարգով հերակա դիմել, դա շատ ծիծաղելի է ինձ համար։ Արվեստը նման բաներ չի սիրում, չի ճանաչում։ Հիմա կասեք, սա շոու բիզնես է, բայց ես առաջին հերթին արվեստի կողմնակիցն եմ իրականում։ Մենք երկուսս էլ այո, չափազանց հեռու ենք իրականությունից, բայց ես հավասարեցնում եմ հաշիվը։ Մենք լսում ենք երրորդ հարցը։ Ճիշտ ընտրված ժեստերը քանի տոկոսով են բարելավում երգեցողությունը։ Ես համաձայն չեմ այս հարցի հետ։ Ժեստերը երբեք չեն բարելավում երգեցողությունը։ Իսկապես Երգեցողությունը գուցե դասական երաժշտության եւ երգեցողության մասին է խոսքը, բայց էստրադայում որևէ ինչ որ ժեստ, այն էլ ճիշտ ժեստերի համակցություն ինձ չի կարող ստիպել լավ կամ վատ երգել։ Իսկ ինչ էր եզրափակչում այն նոտան ձեռքով բարձրացնելու ժեստը, Դա եթե ոչ հոգեբանություն է։ դա չգիտեմ ինչ Դա էր, հոգեբանություն։ բայց տպավորություն էր, որ այդ 100-յակը ուղակի կանգնեց, որովհետև դուք ցույց եք տալիս, որ պետք է կանգնել հենց հիմա։ Ես իրականում ասեմ ճիշտ ձայնածավալը ճիշտ պահին կարողանալ օգտագործելու շնորհիվ կարողացա, չգիտեմ, իրենց կանգնեցնել կամ հաղթել, ինչպես որ ճիշտ կլինի, որովհետև կոնկրետ այդ հաղթանակի հետ կապված ես 5.5 տարի է անցել, միշտ ասում եմ, ճիշտ պահին ես ճիշտ տեղում եմ հայտնվել, բայց այ ժեստերի մասով, քանի որ ինքս այդպեսին չեմ որպես կատարող, մի քիչ վիճում եմ, Գուցե հենց հոգեբանական իմաստով նկատի ունի, որովհետև երբ օրինակ թեկուզ այդ նույն ժեստը, երբ որ դուք նոտան բարձրացնելուց նաև ձեռքն եք բարձրացնում, իսկապես տպավորություն է, որ կրկնապատկվում է այդ հզորությունը, որպես լսող եմ ասում։ Գուցե Սյուզաննայի շատ սուբյեկտիվ եւ միայն իր փորձի վրա հիմնված կարծիքով 10%, ես որպես հզոր վոկալիստ կարծում եմ 15%։
Ես ժեստերով խոսող մարդ եմ եւ ինձ դա շատ օգնում է ավելի ազատ Իրականում ես էլ, բայց ոչ երգելիս։ Ըստ ուսումնասիրության, ձեռքի ժեստը օգտագործելիս մոտ 60%-ով երգիչներն ավելի մոտ են ճիշտ նոտային։ Համաձայն չեմ, կներես։ Ոչ։ Սյուզաննա, ամենահետաքրքիր զվարճալի ու հավես դեպքերը, որ կհիշեք կուլիսներում կամ Այնքան են։ մի քիչ պատմեք, էլի ուզում ենք այդ ուրախ մասը իմանալ։ Բացի այն, որ միշտ ես այսպես հիմնականում հատկապես եթե մրցութային ելույթի մասին է խոսքը, ես առանձնանում եմ ու սովորաբար այդ միջազգային պատվիրակությունները ինձ համարում են գոռոզ է, հայուհին չի շփվում, բայց դա սուբյեկտիվ մասնագիտական մոտեցում է էներգիան շատ չտարածելու եւ կիսելու ելույթից առաջ ես օրինակ այդպիսի մարդ եմ ելույթից հետո սիրով շփվում եմ բայց ելույթից առաջ ոչ ես հիշում եմ որ մրցութային ելույթից առաջ իմ զուգագուլպան ուղակի պատրվեց եւ ես հենց կուլիսներում դա հանեցի ու այդպես մտա բեմ Կիսաշրջազգեստով էի այո կիսաշրջազգեստով էի զուգագուլպա չկար իմ հագին եւ դա ինձ համար ահավոր բան է որովհետեւ իմ վարպետները իմ դասախոսները ինստիտուտում այսպես աղջիկների ժամ կար, միշտ ասում էին հիշեք աղջիկներ, մերկ ոտքերով, հատկապես նման հանդերձանքով չի կարելի բեմ բարձրանալ եւ այդ էթիկայի կանոնը այնքան ուղեղումս էր, մի կողմից ծիծաղելի էր, այսպես անցավ գնաց, բայց ես այդպես բեմում ասես մերկ լինեի, իսկ դա ինչ որտեղ խանգարեց, բայց փառք Աստծո արագ կարողացա հավաքվել եւ եւս մեկ դեպք, որ բայց 18+-ը ոնց Ոչինչ Իրականում շատ բարձր նոտա արձակելու ժամանակ կրծկալս քանդվեց բեմում Շատ լավ պատմություն է Հզորության մասին պատմություն Իհարկե դե հետո մի կերպ երկեցի, պահեցի ու վազեցի կուլիսներ, պակլոնից անմիջապես հետո վազեցի կուլիսներ, այսինքն մարդիկ երբեմն չեն պատկերացնում, գիտեք, ես հասկացել եմ ինձ հետ, որ շփվում են, չեն պատկերացնում, որ մենք սովորական մարդիկ ենք, նույն հագուստը կարող ենք կրել, մենք այլմոլորակային չենք եւ զերծ չենք նման դրվագներից այնպիսի բարձր նոտա էր, այսպես դիաֆրագմաս այնպես աշխատեց Տեղի ունեցավ, այն ինչ որ տեղի ունեցավ, բայց հետո իհարկե ժպիտով ես հիշում ես ամենը։ Իսկ ժյուրի անդամների հետ կուլիսային դրվագներում ինչ որ հետաքրքիր պատմություններ կան, որ կպատմեք։ Բասկովի հետ ունեմ հետաքրքիր պատմություն, մոտ 3 տարի առաջ ինքը վկիգում տալիս էր վարպետաց դասեր, որոնք սահմանափակ էին տեղերը եւ բավականին մեծ արժեքներով։ Եվ այդ նույն ժամանակահատվածում ես գտնվում էի այնտեղ, ժյուրիի կազմում էի ու հիշում եմ, ես մոտեցա իրեն, ասացի, որ on-line չեմ կարողացել գնել ձեր վարպետաց դասի տոմսը, ինձ համար շատ կարևոր է դա։ Իհարկե հետո ինքը թույլ տվեց, որ ես on-line հետևեմ այդ ամեն ինչին։ Շատ լավ հիշում եմ իր ապշանքը զարմանքը, այսպես ասեց. Սյուզանочка, дорогая, ты богиня вокала, зачем тебе мой мастер-класс? Հենց այսպես։ Ինքը շատ ուղիղ երկրպագում էր ձեզի դե։ Ես ուզում եմ հասկանալ այս կատակի ծաղրում է, ինչի անում, լուրջ է խոսում հիմա այս ամենը։ Հետո այսպես կովկասյան բարդութավորված որ աղջնակին ման անդադ ճշտում եմ, բայց դուք իրոք եք կարծում։ Այն աստիճան, որ սկսեց բարկանալ, ասեց լավ on-line կհետևես։ Շատ են, հիմա փորձում եմ հիշել, բայց Դա էլ է պետք մարդու կյանքում, հատկապես երգչի կյանքում չի կարող անդադ այսպես լուրջ։ Ես առօրյայում մի ֆենոմեն ասեմ իմ մասին, որը մարդիկ չգիտեն, ժողովուրդ, ես անհումոր մարդ եմ, անկեղծ։ Իսկ ո՞պես։ Ես հումոր չունեմ։ Ես գիտեք են Հրանտի Թողատյան Հրանտյաջայի ու Աշոտյաջայի պատմությունը մեր բակում, որ ասում է փիղը մրջուն, ասում է, հա, հետո ես այդ Հրանտն եմ, անկեղծ։ Բայց հեռուստաեթերում ես կարող եմ անկախ ինձանից լուրջ ինչ որ բան ասել ու դա վերածվի հումորի։ Չեմ հասկանում սա ինչ ֆենոմեն է։ Ես հումոր չեմ հասկանում, բայց կարողանում եմ։ Դե գոնե ինչ որ մի ձև արտահայտվում է, լավ չէ։ Ժյուրի կազմում էլ երբ որ կարծիք եք ասում, հաճախ դա ինչ որ ժպիտի ուրախության առիթ է դառնում։ Եթերը, այո, այսպես ինչ որ անեկդոտի պես դարձավ որոշակի նախադասություններ։ 2-1 հաշվով Մենք շարունակում ենք խաղալ ուշադրություն Ցանկալի եւ ընտրված մենակությունը
Քանի տոկոսով է նվազեցնում սթրեսը։ Դուք սիրում եք, չէ՞, մենակ մնալ Շատ։ եւ հաղթահարել ինչ-որ Շատ, բաներ շատ, շատ։ միայնության Դա մեջ։ ուսումնասիրել է։ Տեսնում եք ինչքան բան Վաո։ գիտի ձեր մասին։ Բայց երբեմն պետք է որ ինչ-որ մեկը կողքիդ լինի, որ օգնի դուրս բերել այդ էմոցիաները, չէ՞։ Իմ բնավորությունը իմանալով առաջինը ես ինձ պիտի օգնեմ, հետո ուրիշը։ Ոնց է դա արտահայտվում։ Եթե Instagram-ի էջով դատենք, ուղղակի քաղաքից դուրս եք գնում եւ փորձում եք ձեր մեքենայով եւ մենակություն բառի ուղիղ իմաստով բնության գրկում։ Դա այդ մտքերը չեն ուտում ձեզ Չէ, ներսից։ ընդհակառակը ես լռության մեջ հանգստանում եմ։ Այդ վատ մտքերը գնում են, լիցքավորվում ես բնական, այս իսկական թթվածնով եւ առողջ վերադառնում ես այս Հրաշալի թողոբոհի տարբերակ։ մեջ։ Հրաշալի տարբերակ։ Եկեք գրենք ուրեմն 80% Սյուզաննա։ Իսկապես շատ սուբյեկտիվ եք գրել կարծում եմ։ Ցանկալի մենակությունը կարող է սթրեսը նվազեցնել 30%-ով շատ կարճ ժամանակահատվածում։ Ես չեմ խոսում ձեզ հետ, բայց իմ դեպքում շատ է։ Եթե իմ դեպքում ասեմ 30%-ը լիներ, ես այդքան այդ մշակույթի մեջ չէի լինի։ Սյուզաննա, վերջերս ձեր Instagram-յան story-ները երբ ես նայում էի, ինչ որ տողեր եմ առանձնացրել, կուզեի մի քիչ քննարկենք, ոչ շատ լրջացնելով։ Սիրով, եթե ես թողարկել եմ, ուրեմն ցանկացել եմ Որոշ միջավայրերում գտնվելու համար դու չափազանց թանկ ես։ Այո։ Որ միջավայրի մասին է խոսքը, եթե գաղտնիք չէ, անձնական Դա թե գրքից գործնական մեջ է։ բերում է։ Այո, ես կարդացի այդ էջը եւ Շացրելի Աննա Արաքելյանի վերջին գծած հատվածը։ աշխատություններից մեկը միտքը շատ դուրս եկավ գլոբալ վերջին շրջանում առհասարակ ինչ որ դրվագներ են եղել երևի որ այս միտքը ուղակի ճիշտ պահին հայտնվել է իմ կյանքում այսինքն կան չէ այսպիսի իրավիճակներ որ դիմացինից ինչ որ բան ես ակնկալում բայց չես հասկանում որ առաջին հերթին այդ ակնկալելու համար պատասխանատվությունը նախ դու ես կրում գուցե ինքը չի հասկանում որ պիտի, չգիտեմ, գործի կամ գաղափար չունի, որ դու ունես ակնկալիք։ Չեմ հիշում, երևի Ռոբին Շարմայի մեջբերումն է, տարիքային է մոռանում։ Ասում է քո զգացածի համար դու ես կրում պատասխանատվություն։ Ու դրա համար ասվում է, որ եթե մարդը որոշում է գնալ, դու պետք է հարգես այդ որոշումը։ Մի քանի տարի առաջ ես այսպես բռնկուն ձևով կմոտենայի այս մտքերին, բայց այսօր երևի հենց կյանքը դրանով է հետաքրքիր, որ մեծանալը պետք է եւ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաեւ հոգեպես։ Եվ այդ մեծանալը պիտի անցնի ինչ-որ փորձություններով, որ իսկապես հանգես այս եզրակացություններին, ոչ թե դրանք լինեն տողեր, որոնք կարդում ես ու երբեմն խորությունը չես հասկանում դրանց։ Այստեղ ավելի, գիտեք ինչն է ինձ դուր եկել, որ որտեղ ցանկանանք, հատկապես մեր երկրի շրջանակներում, մեր ոլորտի մարդիկ շատ տեղեր են հրավիրվում, չէ, տարբեր վիճակի, մշակույթի, տարբեր ֆորմատների եւ մի տեսակ մեծամտորեն չհնչի, բայց ես սկսել եմ շատ թանկ գնահատել եւ իմ ժամանակը եւ ծախսածս ռեսուրսը ու դրա համար էս միտքը ինձ դուր է եկել, որ պետք չէ ամեն տեղ վազել, լինել, գտնվել, հատկապես պետք չէ մտածել օրինակ ինչու չհրավիրեցին։ Այո, որովհետև մենք ունենք բոլորս մեր կյանքում դրվագներ, որ ներսում մտածում ենք մենք հրավիրված կլինենք այս X միջոցառմանը, բայց չեն հրավիրել։ Վարպետս միշտ ասում էր, չեն հրավիրել, մի գնացեք, մի խնդրեք։ Ու հիմա համաձայն եմ այս մտքի հետ, շատ դիպուկ էր։ Հրաշալի։ Եվս մեկ միտք, չկա մենք, կա ես։ Սյուզաննա, որ պահին է եկել, վերջնական հաստատում այս մտքի արդեն քո գլխում, որ չկա մենք, կա ես։ Երևի գիտեք Այդա ջան, հիմա փորձեմ ճիշտ շարադրեմ, կյանքիս այս փուլի համար համենայն դեպս ես հակված եմ այս մտքին, որը ունի կոնկրետ իր դրդապատճառները։ Ի վերջո դու հասկանում ես, որ տեսնում ես շատ նաև կողակից ունեցող ու ամուսնացած մարդկանց, բայց ի վերջո այդ մարդիկ իրականում ինչ որ մի կետում մենակ են։ Կան մարդիկ, ովքեր անընդհատ փորձում են փաթաթել իրենց կարծիքը իմ պարանոցին, ես կոնկրետ տարիքում եմ գտնվում եւ ունեմ հստակ իմ կարծիքը, եւ այդ կարծիքը ունի կոնկրետ դրդապատճառներ, ինքը օթից չի ծնվել։ Ինչ որ հետևություն է կյանքի, ինչ որ դրվագից
հետո։ Սյուզաննա, նաև նկատել եմ, որ շատ ակտիվ ձեր հետևորդների հետ շփման մեջ եք, Այո, ինձ դա ես շատ իրեն շատ ուրախացնում է, սիրում եւ նայելով նաև թե ինչ մեկնաբանություններ են ձեզ գրում, միայն դրական բաներ եմ տեսել։ Կան բացասական մեկնաբանություններ, որոնք դեռ ազդում են ձեր տրամադրության վրա, երբեմն հունից հանում են եւ ուզում եք պատասխանել։ Ես ավելի իհարկե կան բացասական կարծիքներ, ոչ ոքի 100% չես կարող սիրել ու գրել միայն լավը։ Տղամարդիկ միշտ լավ բաներ են գրում։ Կանայք են միջին տարիքի, որ փորձում են քեզ կյանք սովորեցնել, ինչ ուտես, ինչ խմես, նիհարես, գիրանաս, չգիտեմ, սա հագնես, նա չհագնես, ամուսնանաս, երկու կատուն ինչ է որ պահում ես, երեխաներն անձնային սահման չենք լսել։ Ես իհարկե հոգաչափ շնորհակալ եմ մեր հայկանանց, Անհանգստանում է, Սյուզաննա ջան։ Իրականում տեսեք, Այդա ջան, այդ անհանգստության համար ես շնորհակալ Չէ, եմ։ դա փոքրիկ հեգնանք է, ճիշտ Բայց ասած։ երբ գոյություն ունի մի կետ, որը կոչվում է անձնային սահման, դրան չտիրապետող մարդիկ, եղել է դեպք վերջերս, որ հոլովակ էի տեղադրել արտերկրից մի հայ կին որոշեց ինձ հետ խոսի դույով, այնպես ասես ես իր հետ ամեն առավոտ սրճում եմ եւ ընտանիքիս կյանքն եմ պատմում, այսինքն այդ մենտալ համակարգով մոտեցավ եւ փորձեց այսպես ինչքան հնարավոր է ինձ վիրավորի, ցանկացա հասկանալ, բայց եթե ես իմ էջում սրտնեղել եմ X թեմայից, ձեր գործոնն է այստեղ որն է։ Ինչու եք ինձ վիրավորում։ Հետո հասկացա, որ Շահերի բախում ամեն դեպքում դա տվյալ անձի ներսինն է։ Եթե մարդը վերցնում է հեռախոսը, չի ալարում, գրում է այդպիսի մեծ մեկնաբանություն մի մարդու անձամբ չի ճանաչում, միայն գիտի հեռուստա էկրաններից, դա խոսում է իր մասին, ոչ իմ մասին։ Միանշանակ։ Իհարկե լինում են նաև այսպիսի դեպքեր, Այդա ջան։ Պատասխանում եք։ Շատ հազվադեպ, բայց դիպուկ։ Սյուզաննա, 3-1 է հաշիվը, դուք հիմա կարող եք կրճատել, մենք վերջին հարցն ենք լսումի դեպքում։ Ով է պատմության մեջ ամենաշատ ձայնասկավառակ վաճառած երգչուհին, որքան է նրա ռեկորդը։ Երգչուհին, Ինչ էիք ուզում գրել, երգչի մասին։ երգչի մասին ասում գրել։ Ջեքսոն, այո։ Երգչուհին մի քիչ բարդացնում է մեր գործը։ Երգչուհիները շատ են եղել։ Սյուզաննայի կարծիքով Հյուսթոնն է ամենաշատ ձայնասկավառակներ վաճառած երգչուհին եւ 155 միլիոնի մասին է խոսքը։ Ես թե ոչ ավելի։ Այո, ես 80 եմ գրել։ Անմարդկային գանարարներ են իրենց։ Քո արդեն անձնական սեփական երգերը, նաև Անդրեի հետ կատարումները իսկապես սիրվեցին։ Դու ինչ կարծիք ունես, ինչպիսին էր ֆիդբեքը դրանց մասին։ Շատ անսպասելի էր մարդկանց համար, հետաքրքիր համագործակցություններ, որտեղ Անդրեն ինձ վստահեց, շատ ճիշտ պահի, ճիշտ կետում, երբ մենք մտերմացանք, եւ որպես ավակ ու կրտսեր գործընկերներ, եւ որպես արդեն ընկերներ, որոնք շատ հարցերի շուրջ նույն կերպ են մտածում, ծնվեց այդ հետաքրքիր պրոյեկտը, որ Անդրեի բնականաբար մտահղացումներ ու հրավերը, շատ ուրիշ էր լսարանը, շատ ճաշակով, շատ այսպես ոչ ինչ որտեղ նաև լավ իմաստով կմահաճ ու այնքան լավ խոսքեր ենք լսել ու մեզ համար կարևոր էր, այսինքն ինձ համար շատ կարևոր էր, որ արդարացված լինի այդ դուետը եւ Փառք Աստծո արդարացված է եղել։ Իսկ չկա մի օրի հետ կապված, ինչ Չկա մի օրը մինչև օրս, իդեպ շուտով նոր երգս է թողարկվելու, Էլի Ռաֆիալյանն է հեղինակը, հենց 3 գործիքավորողս ուղարկեց դեմո տարբերակից հատված, շատ ոգևորվեցի, մեր յուրաքանչյուր երգ մեր երեխային նման է, ինքը հենց ծնվում է, մեծ ուրախություն է մեզ համար։ Չկա մի օրը շատ կյանքից շատ կարևոր կետում, շատ ճիշտ պահին հայտնված եւ իմ հոգեվոր աշխարհի եւ ձայնածավալի մասին է։ Սիրահարված էիք այդ ժամանակ։ Չէ, ավելի կրում էի առողջական խնդիրներ, որոնք մի քիչ ինձ կոտրել էին այդ շրջանում, այսինքն կար անգամ ինչ-որ մի վիճակի մեջ էի, որ իսկ ես կարող էլ բեմ չբարձրանամ եւ չկա մի օրը փրկության պես եկավ իմ կյանք ու չկա մի օր, որ ես չմտածեմ երաժշտության մասին, բայց այդ երգի հետ կապված չեմ ուզի տխուր նոտա լինի, բայց պիտի ասեմ այս նախադասությունը, օй, Ոչինչ։ Զինվորի մայր գրեց ինձ, զոհված զինվորի, եւ շատ դիպուկ էին խոսքերը, որ չկա մի օր, որ ես իմ բալային չհիշեմ այս երգով։ Շնորհակալություն Սյուզաննա ջան։ Ես չեմ կարողանում իրեն գտնել
այդ օկտատիրոջը, տիկնոջը, որովհետև այդ պահին չեմ ֆիքսել իր էջը Facebook-յան, բայց շատ կցանկանամ, որ ինքը ինձ նորից գրի, ես ուզում եմ իրեն հրավիրել իմ որևէ ելույթի։ Ամենակարծիքը Արցախյան թեմայից հետո, երբ շատ արցախցիներ եւս ինձ գրում էին, որ չկա մի օր, որ մեր հայրենիքը չհիշենք, մոռանանք, ամենակարծիքը այս կնոջ կարծիքն էր, որ մի քանի օր ես չէի կարողանում այդ երգը ոչ երգել, ոչ լսել։ Ես հուսով եմ, որ մեզ դիտում է այդ կինը եւ ձեզ նորից կգրի ու կգտնեք միմյանց։ Շատ ուրախ կլինեմ։ Շատ գեղեցիկ ստեղծագործություններն են երկուսն էլ։ Ես անչափ ուրախ եմ, որ ձեր սեփական երգը տեսահոլովակն եք թողարկում արդեն երկրորդը, երրորդը իսկապես շատ սպասված։ Տարիներ շարունակ մենք միշտ լսել ենք ձեր կատարումները տարբեր մրցութային հարթակներում։ Ամեն բան իր ժամանակին։ Այո, եւ սպասել ենք, թե այդ երբ է լինելու վերջապես այդ պահը, երբ կլսենք ձեր անձնական երգը եւ հիմա փաստորեն ճիշտ ժամանակն է։ Մադոննան վաճառել է ավելի քան 400 միլիոն ձայնասկավառակ եւ համարվում է պատմության ամենավաճառվող երգչուհին։ Ես Մադոննային եւի չեմ սիրում դրամ։ Չեք էլ նկատում, չեք էլ հաշվում։ Ես առհասարակ ջոջային չեմ հասկանում։ Բայց 400 միլիոն ձայնասկավառակ է վաճառել եւ ռեկորդային թիվ է սա։ Վերջերս էլ կամոբլոկի էջում տեսա, որ այս տարիքում էլ ինչ որ բաներ ուղղակի բրավո։ Էլի սուբյեկտիվ եմ պատասխանում։ Շատ սուբյեկտիվ խաղեր, դրա համար պարտվեցիք։ Ոչինչ։ Բայց ամեն դեպքում այս փուլում միավորը ձերն էր, ինչքան էլ որ հերու էիք ընդհանուր թվից։ Սյուզաննա, եւ վերջում որտեղ եք ուզում ձեզ տեսնել տարիներ հետո։ Ոնց եք պատկերացնում ձեր ապագան։ Ունեք տեսլական։ Եվ բեմական, եւ ոչ բեմական։ Բեմականը Grammy բեմում Grammy ստանալիս։ Միանշանակ, մի քիչ մեծախորժակս, բայց երազանքները իրականանալու թող լինի, ունեն, իսկ առհասարակ պատկերացնում եմ քաղաքից դուրս, այն որ ասում է քաղաքից դուրս, քաղաքի ներսում, շատ գեղեցիկ սեփական առանձնատնով, իմ կենդանիներով, իմ ծաղիկներով եւ իմ ընտանիքով։ Ես անհամբեր սպասում եի ընտանիքի շեշտադրմանը, ճիշտ ասած։ Կարծում եմ, գիտեք, ինչքան էլ մենք ծրագրում ենք շատ բան, լավ է որ ծրագրում ենք, լավ է որ էներգիա ենք ծախսում, դրա վրա աշխատում ենք, հավատում ենք, բայց ամենակարող տերը առաջինը ինքը գիտի քեզ համար որն է լավը։ Եվ սա ուղղակի չեմ կարդացել Սուրբ գրքում եւ բարձրաձայնում, սա իմ մաշկի վրա ես զգացել եմ։ Ինչ որ պայի բարկանում ենք, ինչու սա չեղավ, հետո հասկանում թե ինչքան ճիշտ է, որ Տերը ամենաճիշտն էր։ Շնորհակալ եմ Այդա ջան։ Շնորհակալ եմ զրույցի համար, ինչպես եւ սպասում էի։ Ցավոք սրտի այսօր ձայնային խնդիրների պատճառով մենք Չեմ կարող երգել։ Չունկնդրեցինք նրա փայլուն կատարումները, մեր հյուրերը միշտ երգում են մեր տաղավարում։ Իսկապես շատ ցավում եմ, բայց վստահաբար առաջիկայում առիթներ կունենանք ձեզ լսելու։ Շնորհակալ եմ։ Ձեզ բարի ընթացք, անհամբեր սպասում ենք տեսահոլովակին եւ երգին։ Դե այսպեսին էր Սյուզաննա Մելքոնյանի հետ զրույցը, կհանդիպենք։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։